Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ուղղակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հատկապես իմ տան դիմացի մասում, նայեք այս տունը սա, ստեղ մեքենան են կայնած, կամաս, դեմի մասը ազատ է լարիվ, կարեն գնային դեմը կայնին, որ իմ տանը հայաթերևացող հատվածում չկայնին, բայց ոնց որ տենում եք եկել են ինադու են հատվածն են կայներ, որտեղից որ իմ տունը պարզ երևում է, եսա գնամտեց, նա բանանեմ, որ տնակ, որ տեղից իմ տունը երևում է, Այս ուղղակի էլի հերթական սադրանքն է, նայեք ես կամազն է, ես էլ տունս, ասենք տանս հայաթը իրա կաբինայից երևում է, նույն էլ ես մեքենան է, Այսինքն ես ասել եմ գոյնը, եթե կայնելու ելկել են, թող առաջ կանգնեն, որ իրանց կաբինաներից իմ տան հայաթը չերևա, վերջի վարյանտ այդ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, բայց ոնց որ տենում եք խաղ տվել է, սա կարող է մտածեք, ասեք մարդը, դե հիմա եկել է մի ժամ, 2 ժամ հանգստանա քշի գնա, ստե տունա, ընտանիքա, այդ մարդը խոսքի հանգստանում էր գնար մի քիչ առաջ կանգներ, իմ տնից անցներ, նոր կանգներ, կամ գոյնը իրա կաբինայից իմ տան հայաթը չերևոր, պահակն էլ ընդ է, Կորտի պահակն էլ ընդ է, կորտի պահակն էլ իրա տեղում է, ես նաև պահակին եմ խնդրել ու կորտի սեփականատիրոջը գոքորին, որ գոյնը հավասարով չկանգնեն, այսինքն իրանց ինչ-որ կապը խախտելին, Ֆուդկորտի սեփականատիրոջ հետ էլ պահակ է հետել, այսինքն ֆուդկորտի սեփականատիրոջ գոքորի հետ էլ ենք պայմանավորվել, պահակ է հետել, որ գոյնը եթե ավտոն եք կգամ 2 հատ, 3 հատ կելի, քանի հատ կելի, դու իմ տան հետ այս հատվածից անցնեն նոր հետ հան, տեսավ նկարում եմ ենախոտ, ես մի մեքենա տեսավ նկարում եմ, ուղիղ եթերում խոտովավ գնաց, որ եք կանգնեմ մոս մեքենան, Ժողովուրդ ջան, էտին ադուն են ծնանը, որ խաթարի ուղիղ եթերը չելի, բայց ես ինչ-որ ոնց որ նախորդ երթերում ասամ, 2 հատ ավտո էր, մեկը տեսավ ուղիղ եթերը մտնում, քշավ գնաց, ուրեմն ֆուդկորտի սեփականատիրոջ հետ գոքորի հետ ու պահակի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ թեկուզ 2 հատ 3 հատ ավտո կելի, թողան գոյնե առաջ կանգնեն, նայեք ստե ազատ է լրիվ, այսինքն տան ուղղությունը անցնեն, նոր կանգնեն, որ թող մեքենաները անցնեն,
որ այսինքն երի մոտից իմ տան հայաթը իրանց պայմանավորվածություն ունեցել, որ մեքենաները կանգնելուց ծնենց կանգնեն, որ իրանց կաբինաներից իմ տան հայաթը չերևա, բայց ստիս պարզ էսա կամազնա նայեք ուղղությունը, պարզ երևում է իմ հայաթը, այդ պայմանավորվածությունը խախտվել է, այս սադրանք եմ որակավորում, այս ամեն ինչը, ու ես գիտեմ ովքեր են սրա հետևը կայնած, հիմա ես ունից դուրս չեմ գա, բայց ես էլի փաստա կարձանագրվի, հետագայի համար։ Ուղղակի ես իմ սադրանքի չեմ տրվի, բայց մի բան կասեմ, սենց մի հատ բան կա, ոնց ասեմ, որ ճիշտ դուրս գա, լավ չեմ ուզում ասեմ, քրեական գործչահարություն որ ես, բայց ես ասում եմ սադրանքա ու ես գիտեմ այս սադրանքի հեղինակները ովքեր են, ես մենակ գոքորը չի, էլի մարդիկ կան, իրանց մաֆիայով հանդերձ, ու սրանից հետո ես ինչ քայլ արամ դրա պատասխանատուն իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են ելնելու, անկախ նրանից մեքենա կկանգնի, ենթադրաբար շեշտում եմ պաժար կտամ, Եղեգնաձոր քաղաք, վիվասելի ցանցից ժողովուրդ ջան, վիվասելի ցանցից անընդհատ անջատում են ուղիղ եթերը, պարզ է իրանք են անում, կամ էլ հատուկ ծառայություններն են մտնում, անջատում, թույստ մեքենան անցնի, այսինքն եթե են որ լուրջ բան պետք է ժողովուրդ ջան անընդհատ այդ կա թող մեքենաները անցնեն անընդհատ այս կապը անջատում են, այս կամ վիվասելից են անում, կամ էլ հատուկ ծառայություններից ինչ-որ իրավապահ համակարգից է մտնում այդպես, հեռախոսներ ովքեր որ կարողանում են մտնեն, կամ էլ չգիտեմ, խակեր-մակերներ, ամեն դեպքում այս վիճակի հետ կապ ունեցող մարդիկ են, այդ կապը անջատողները այս վիճակը ունեցողների գլխներին կանգնած մարդիկ են, ես ինչքան ավտոբուս, ինչքան մեքենա ուզում են, թող կայնացնեն, թող պայմանավորվածությունը խախտեն, բայց ես ասում եմ, եթե ենթադրաբար հանգարց մի օր ստե ավտոպաժար ընկա, ենթադրաբար եմ ասում, կամ ինչ-որ բան էլ է, դրա պատասխանատուն Եղեգնաձոր համայնքի, քաղաքի, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են լինելու, ես չեմ ելելու, ես չեմ ասում հիմա ելելու եմ ավտոպաժար, ընդհանրապես եմ ասում, անընդհատ խանգարում են, որ էփյուրը անջատեն, վերջում ուզում եմ ասեմ, Եղեգնաձոր քաղաքում ոնց որ միշտ ասել եմ, ու այդ ասացի համար են նաև, այդ անընդհատ ասելու համար են նաև այս ամեն ինչ սադրանք իրականացնում ինդեմ, ես ասել եմ ու հիմա եմ ասում, Եղեգնաձոր համայնքում օրինականություն, սոցիալական արդարություն ու հավասարություն լինելու է, այդ ես խոստանում եմ, ես որպես ազատամարտիկ, էդի պարտն եմ համարում, որ օրինականությունը
վերականգնենք։ Մենք մեր երկրի պաշտպանությանը նրա համար ենք մասնակցել, որ չգան, ու նաև շատ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որ հերոսացել, անմահացել են, նաև իրանք են անուն դրա զոհվել, որ թշնամին չգա հայ տունը, մեկի որ հայը իր տան մեջ հանգիստ կարենա քնի, որ որևէ վտանգ չսպառնի այդ ընտանիքին։ Ներվայնացած եմ, չեմ կարող խոսեմ, ուղղակի ինձ ուզում է զսպեմ, որ ունից դուրս չգամ, դրանց ուզած սադրանքը տեղի չունենա։ Այս ուղղակի արձանագրանք։ Դոկտոր ջան, մեր պայմանավորվածությունը խախտվել է։ Տաղավարի խոսացել ենք մենք։ Ու նաև մի քանի օր առաջ, որ էլի տեսանյութը պարեկները, քանի որ պարեկները, որ երևացել են, դրա համար եմ ջնջել ու խնդրել են, որ իրանց պետին փոխանցեն գումարտակի հրամանատարին, որ նման անօրինականություն է թույլ չտա, խոստացել էր, որ կզեկուցի իրանց գումարտակի հրամանատարին, բայց փաստորեն չգիտեմ ինչ ձև այդ զեկուցել, որ դաժե պարեկը կանգնած, մեքենան եկել